Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը։ Օրեր առաջ Ուրուգվայում կայացավ կենտրոնի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ Ուրուգվայի նախագահը և Google ընկերության հանրային քաղաքականության և պետական հարցերի մենեջերը։ Կրասկոյի միջազգային օդանավակայանի մոտ տեղակայված ժամանակակից կենտրոնը մուտք է գործում Ուրուգվայ, Aeropuertos Uruguay և Corporation America Airports ընկերությունների միջոցով և ռազմավարական համագործակցություն ունի Seibal ընկերության հետ։ Այս նախաձեռնությունը Էրնեկյանների նախաձեռնությունն էր, անցնից Մարտին Էրնեկյանի, որ մեծ թիմեց ասելով, որ իր կարծիքով պետք է Մոնտեվիդեոյում անպայման Թումո լինի, որովհետև շատ կարիք զգում էր, եւ համագործակցեցինք միասին եւ շատ հոյակապ մի հատ շենք սարքեցին եւ արդեն ուսանողներ հյուրընկալում են։ Դա Թումոյի միջազգային ընդլայնման տրամաբանության մեջ շատ կարևոր տեղ է, որովհետեւ Հարավային Ամերիկան մեզ համար շատ կարևոր թիրախ է։ Թումո կենտրոնի կառուցման համար Corporation America Airports ընկերությունը ներդրել է 10 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ունի ավելի քան 2500 քառակուսի մետր տարածք, ստեղծարարությունը, ուսուցումն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էրնեկյանը Թումո կենտրոնի բացմանն ընդգծեց, որ հավատում է Թումոյի նման նախաձեռնություններին եւ ցանկանում են աջակցել դրանց զարգացմանն Ուրուգվայում։ Նա նշեց, որ որպես օդանավակայանների շահագործող պարտավորվում են թևեր տալ երիտասարդներին, որպեսզի նրանք կյանքի կոչեն իրենց գաղափարներն ու բացահայտեն իրենց հետաքրքրությունները։ Թումոյի ընդլայնման հաջողության քարնիկը միշտ էլ շատ լավ գործընկեր ունենալն է տարբեր երկրներում։ Գործընկեր, ով նույն դեսլական ունի, նույն փիլիսոփայություն ունի, եւ սոցիալական եւ ուսումնական գործառույթների նկատմամբ մանկավարժական եւ այլն, եւ իսկապես Մոնտեվիդեոյի խումբը, որ մեզ մոտեցավ, շատ առաջին րոպեից արդեն ակնհայտ էր, որ նույն լեզվով ենք խոսում, նույն նպատակներ ունենք, նույն պատկերացում ունենք։ Թեև կենտրոնն Ուրուգվայում օրեր առաջ է բացվել, բայց արդեն հասցրել է շուրջ 1000 ուսանող գրանցել։ 12-ից 18 տարեկան դեռահասների համար նախատեսված Թումոում երիտասարդներն ինքնուրույն կառուցում են իրենց ուսուցման ուղին, համադրելով գործնական աշխատարաններն ու նախագծերը մենթորների և փորձագետների ղեկավարությամբ։ Ուրուգվայում հասանելի ուղղություններն են ռոբոտաշինություն, անիմացիա, 3D մոդելավորում, երաժշտություն, կինո, գեներատիվ արհեստական բանականություն, տեսախաղերի մշակում և ծրագրավորում։ Կենտրոնը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, երաժշտական գործիքներ, արտադրական սարքավորումներ, թվային էկվալայզերներ, ձայնամեկուսիչ խցիկներ և այլ սարքավորումներ։ Նույն կոնցեպտն է, լեզուն է տարբերություննականում, որովհետև բարձր է, որ ուսումը եւ պատանիները, իրանց կարիքները, իրանց ցկցումները նույնն են ամբողջ աշխարհում, այսինքն այդքան մեծ տարբերություններ չկան հայ ուսանողի եւ ուրուգվայցի ուսանողի կարիքների կամ ցկտումների կամ նախասիրությունների նկատմամբ, հետեւաբար բավականին ստանդարտ մոդել է։ Հայաստանում հիմնադրված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայումս գործում է ավելի քան 10 երկրներում՝ Փարիզում, Բեռլինում, Լիսաբոնում, Լոս Անջելեսում և Բուենոս Այրեսում։ Ավելի քան 35000 ակտիվ ուսանողով և 80000-ից ավելի շրջանավարտով ծրագիրն այժմ աշխարհի ամենանորարար կրթական մոդելներից մեկն է։